Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման գործընկեր, նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր, Ժան-Պոլ էկզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։ Բարև ձեզ Սաթոփ, տեսնեմ, որ շաբաթվա կարևոր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ։ Ինչից սկսվեց եւ ուր հասավ, մենք ձեզ կպատմենք առանց ավելորդ խմբագրման ու մեկնաբանության։ Շաբաթվա պարզաբանումը Գարեգին Նժդեհը ազգային հերոս է Հայաստանի համար, այնպես ինչպես Սուվորովը Նևսկին եղբայրական ռուս ժողովրդի համար։ Որպես պատմաբան ցանկանում եմ ընդգծել, որ Գարեգին Նժդեհը ֆաշիզմի եւ ազգայնականության հետ որևէ կապ չի ունեցել։ Նժդեհը ազգայնական չէ, նա հայ է, հայրենասեր, անթույլատրելի եւ անհարկի է այդ հարցի շահարկումը։ Ասեկոսեյեմի հետ զրույցում ասել էր ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ըստ որի Մոսկվան զարմացած է Երևանում հայկական լեգիոնի հիմնադիրներից մեկի գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ։ Շաբաթվա շնորհակալությունը աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի երգիչ Սերժ Թանկյանի կողմից էր։ Վերջինս Facebook-յան իր էջում շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի թուրքական ծագմամբ բոլոր պատգամավորներին, որոնք արիաբար կողմ են քվեարկել հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևին։ Շաբաթվա տեսանյութը համացանցում մի տեսանյութ հայտնվեց, որն ըստ երևույթին արվել էր ապրիլյան քառորյա պատերազմի առաջին օրը։ Դրանում երևում է, թե ինչպես է Արցախի սահմաններին մոտենում հակառակորդի զորքը։ Հայ զինվորներն անընդհատ կապ են տալիս, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլտվություն են հայցում, սակայն պատասխանը լինում է՝ սպասեք։ Աղա գալիս են։ Աղա ասա դու հենց հիմա կրակ են, գալիս են, արագ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Մովսես Հակոբյանն այս առիթով ժողովուրդ թերթին ասել է. Որպեսզի դուք լրագրողներդ հասարակության մեջ թյուրիմացություն չմտցնեք, պետք է լսեք այն պաշտոնյային, որը որոշում կայացնելու իրավունք ունի։ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավոր Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանն էլ անդրադառնալով տեսանյութին նշել է. Եթե մեր կողմի զինվորները գիշերային տեսանելիությամբ նայում են թշնամուն, ապա ինչ գիտեն կամ մենք ինչ գիտենք թիկունքում ինչ է կատարվում։ Շաբաթվա սպասումը Հռոմի Պապի այցին ընդառաջ Գյումրիում մեկնարկել են բեմի տեղադրման աշխատանքները։ Հավաքվում են 16 մետր բարձրությամբ եւ 12 մետր խորությամբ կառույցի մետաղյա դետալները։ Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև հունիսի 23-ը։ Հայաստանի տարբեր մարզերից եկած վարպետներն ու շինարարները անում են հնարավոր ամեն ինչ աշխատանքները ժամանակին ավարտելու եւ բեմն անվտանգ կառուցելու համար։ Շաբաթվա ահազանգը Հողմիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին կործանման եզրին է։ Անձրևներն ու քամիները քայքայել են կառույցը։ Հողմիկցիները փորձում են արդարանալ, միջոցներ չունեն եկեղեցու նորոգման համար, սպասում են մինչև բարերարներ հայտնվեն։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ գյուղում մատուցված պատարագի ընթացքում հորդորել է մտածել Սուրբ Աստվածածնի մասին ու ձեռնամուխ լինել եկեղեցու կառուցմանը։ Հաղորդման այս հատվածում շաբաթվա մի քանի ուշագրավ մտքեր ու դեպքեր լուսագրերով ու առանց մեկնաբանության։ Շատերից կապեր չէին հավատում անմնացող հավատի հաշվին, որ ինչ-որ բան չկացնենք, այդ աշխատեց և այսօր երկար, դժվար, լայնված աշխատանքից ինչ-որ բանի հասանք։ Դա հավատի հաշվին էր, և ես ուզում եմ ասել նաև շնորհակալություն ենք կառույցներին, որոնք աջակցեցին կողքից։ Դրանք ԺՄԻԳ-ի, Վենետիկի, միջազգային կառույցների, ԵՀԿ-ի, Եվրոպական պատվիրակության ղեկավարի Միացյալ Նահանգների, բոլոր դեսպանների միջազգային կառույցների, որոնք այսպես ողջևորում են, աջակցում են, որ այս հայտարարությունը կայացի։ Իհարկե ես ուզում եմ նաև արձանագրել, որ սա ամենևին չի նշանակում քաղաքական գործունեության կարգավորում, սա ընդհանրապես ընտրական օրենսգրքի մի մասի կարգավորման փորձն է, տեխնիկական հագեցվածության եւ օրինականության վերահսկման մասով, դա մեծ հաջողություն է,
Բայց սա կոնսենսուս չէ դրական ամբողջ կոնցենտրացիա դրական օրենսգրքի եւ առավել ևս քաղաքական գործունեության համար։ Այդքան մեծ քիթ ունեք, քթածակ չունեք, որ հասկանաք ինչ ա մեր ասածը։ Սրանից ընդհանրապես չեմ անդրադառնալու սրանից հետո։ Մարդկանց ոմանց համար հետաքրքիր է պորտից ներքև գործողություններ, էլի հարվածել խաղալ։ Դե mən դե ինչ անեմ։ Դա տարաբնակեցում է կոչում, դա տարաբնակեցում է պատմականորեն ձևավորված։ Գնացեք կանգնեք կողքներին, դարձրեք ամուր բերդ, զենք տվեք ձեռները, եթե ուզում եք կռվել։ Վարդան Այվազյան։ Բարև ձեզ բոլորին, ցավոք սրտի կխոսեն ամեն ինչից, բացի բուն օրենքի բուն բովանդ։ Հանգիստ նստի տեղդ։ Հանգիստ նստի, այ քեզ բան։ Հանգիստ նստի։ Աղմուկը թողեք, աղմուկը թողեք։ Հանգիստ նստի տեղդ, հանգիստ։ Հանգիստ։ Ունդերգինդ, հանգիստ նստի տեղդ։ Բիճմանը կխոսակ, հիմա վախեցեք։ Ես խնդրում եմ բոլորը ձեր տեղերում նստեք։ Կողմ 58, դեմ 21, ձեռնպահ 0։ Խնդրվում է բոլորը ձեր տեղերում նստեք։ Տիկին Նաղդալյան, որևէ անգամ սրանից հետո որոշ պատգամավորների մեջ ինձ չտեղավորեք։ Եվ եթե ես կարծիք եմ ասում եւ Միքայելն էլ թվերաբերում Գյումրիի համար, դա է իրողությունը։ Եվ ինձ մեղադրել, որ ես չեմ ուզում, որ Գյումրիին մնացած քաղաքները ծաղկեն, մի քիչ լուրջ չի։ Դիտողություն եմ անում ձեզ։ Անկախ նրանից ով ինչ մեծ բան ունի, պետք չի որ իր գլխից մեծ թռնի։ Գյումրին մեր ցավոտ տեղերից մեկն է։ Ես ամեն շաբաթ լինում եմ Գյումրիում եւ Շումախերը պիտի լինել այնտեղի փողոցներով, քանդված ջրափոսերով, չգիտեմ ինչ որտեղից հոսող գետնի, ինչ որ գետնի տակից կամ չգիտեք որտեղից հոսող ջրերով կարողանալու անվնաս եւ կյանքի համար անվտանգ անցնել։ Հայոյանք եմ կարդում Սամո արմ մեկ կայքում ամենալպիրշ հայոյանքը բնականաբար երբ մի քիչ ավելի մոտիկից ծանոթացա այդ կայքի հետ հասկացա որ սա ամենայն հավանականությամբ ադրբեջանա-թուրքական լրատվամիջոց է բայց որոշ կասկածներ առաջացավ որ կարող է հայեր են կանգնած դրա հետևը Եվ եթե հայերը ապա Երևանյան բարբառով ասած նրանք ոչ այլ ոք են, քան սովետաշենի զիբլանոցում գինովցած բոմժերի սեռական հարաբերությունների վաղաժամկետ ծնունդ։ Շաբաթվա բողոքը յուքոմը հանրային հեռուստաընկերության պահանջով դադարեցրել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հեռարձակումը։ Այս քայլն առաջացրել է ֆուտբոլասերների զայրույթը։ Համացանցային օգտատերերից շատերը գրել են, որ ոչ մի դեպքում այլևս հանրային ալիքով ֆուտբոլ չեն դիտի, քանի որ ՀՄԵԿ-ը ստիպում է դիտել իր ոչ որակյալ հեռարձակումները։ Սուրեն Գասպարյանն այս առիթով գրեց հետևյալը. Խնդրում ենք տեղեկացնել ՀՄԵԿ-ին, որ ֆուտբոլի ժամանակ հարգելի հայ մեկնաբանները խոսեն տվյալ խաղից, այլ ոչ թե ծանրամարտից կամ այլ բաներից։ Masiturra abre el espacio, Sintro, me gusta, bebé, Manucha, Շաբաթվա արտակարգ պատահարը Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում զինված տղամարդը գիշերը ներխուժել է նույն հասարականների հավաքատեղի համարվող Պուլս գիշերային ակումբ եւ սպանել 50 մարդու, վիրավորել 53-ին։ Ոստիկանությունն արտակարգ պատահարից մոտ 3 ժամ անց սպանել է պատանդներ վերցրած զինյալին։ Հարձակումն իրականացրել է Օմար Մաթինը, ով աֆղանական ծագում ունեցող ամերիկացի է։ Շաբաթվա փաստաբանական նորությունը Փաստաբանների պալատի խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել փաստաբան Գարիկ Գալիկյանին։ Հաղորդման հերթական սյուժեի հերոս Էդգար Կարապետյանը բարձրաձայնել էր, որ իրեն աշխատանքի չեն ընդունում սեռական կողմնորոշման պատճառով։ Փաստաբան Գարիկ Գալիկյանն էլ, որն իբրև փորձագետ մասնակցում էր հաղորդմանը, իր խոսքում ասել էր. Ես պայքարել եմ դեմ, պայքարում եմ եւ պայքարելու եմ։ Երբ տեսնեմ տրորելու եմ, ոտնատակ եմ տալու։ Տրորելու եմ ու միշտ էլ գնալու եմ այդպես առաջ։ Շաբաթվա ֆիլմը համացանցում մեծ տարածում էր ունեցել ու հավանության էր արժանացել ֆիլմն այն մասին, թե ինչպես է արքայից արքա Տիգրան Մեծը ջախջախում Հայաստան մտած հռոմեական բանակը։ Նշենք, որ փաստերի վրա վերականգնված անիմացիոն ֆիլմը ներկայացրել է BBC հեռուստաընկերությունը։ Շաբաթվա միջոցառումը
Երևանյան ամառ Երամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Մայրաքաղաքի Թումանյանի անվան այգում արդեն երկրորդ տարին անցկացվել է «Համով հոտով Երևան» խորագրով Հացը լեռներում տոնածիսական ուտեստների 8-րդ փառատոնը։ Ազդարարելով միջոցառման մեկնարկը, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը հատկանշել է միջոցառման կարևորությունը ազգային խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման տեսանկյունից։ Շաբաթվա գյուղատնտեսական լուրը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն 6-րդ տարին է Կասյան փողոցին հարակից հատվածում կազմակերպվում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ։ Տոնավաճառին մասնակցում են տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը։ Շաբաթվա Ասեկոսեն լուրեր են տարածվել, որ անբուժելի հիվանդություն ունեցող շերը հրապարակել է իր կտակը։ Շերն իր զգալի կարողությունը բաժանելու է իր բարեկամներին։ Ասեկոսեեմի հավաստի տեղեկությունների համաձայն շերն անցած շաբաթ զանգահարել է իր հայաստանցի հատուկենտ ընկերներից մեկին, ով հայտնի իրավաբան է ու աշխատում է դատական համակարգում։ Վերջինիս հետ զրույցի ընթացքում շերն ափսոսանք հայտնելով, որ 88-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից օրեր անց Հայաստան իր այցելությունից հետո այլևս չի զբաղվել իր պատմական հայրենիքի օգնության խնդիրներով, խորհրդակցել է, թե Հայաստանում որ բնակավարն այժմ առավել աջակցության կարիք ունի։ Շերը հատկապես հետաքրքրվել է, թե Հայաստանում այսօր ինչ վիճակում են գտնվում հոգեկան առողջությամբ զբաղվող բժշկական հաստատությունները։ Շաբաթվա կորուստը անցած շաբաթ կյանքից հեռացավ ժողովրդական արտիստուհի Օֆելիա Համբարձումյանը։ Օֆելիա Համբարձումյանը 91 տարեկան էր։ Նրա երգեցողությունն առանձնանում էր խոր արտահայտչականությամբ ու ազգային վառ երանգավորումով։ Օֆելիա Համբարձումյանի երգացանկն ընդգրկում էր հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշխուղական, ինչպես նաև կոմպոզիտորական երգեր։ Շաբաթվա Հոբելյանը լրացել է բոլորիս կողմից սիրված գտնված երազ մուլտֆիլմի ստեղծման 40 տարին։ Հիշեցնենք, որ այդ մուլտֆիլմը ուղեկցվում է Հայաստանի խորհրդանիշներից երկուսի՝ Ռուբեն Հաղվերդյանի և Մհեր Մկրտչյանի ձայներով։ Արվեստագետների խոսքով գտնված երազը մի աշխարհ է, որում շատերս ենք պարբերաբար հայտնվում և սկսում հայտնի ծերուկի նման փնտրել այդտեղից դուրս գալու ուղիներ։ Բարի գիշեր, ծերուկ։ Ինչ լավ է, որ օգնեցիք։ Շաբաթվա հարսանիքները երկրորդ անգամ ամուսնացել է Ռոբերտ Քոչարյանի զարմուհին Իրինա Քոչարյանը։ Իրինան Երևանի ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ է։ Առաջին ամուսնությունից նա 3 դուստր ունի, իսկ բիզնես լեդիի նոր ընտրյալը Արմեն Մանուկյանն է։ Եվս մեկ էլիտար հարսանիք է տեղի ունեցել անցած շաբաթ։ Հանրապետական պատգամավոր Արկադի Համբարձումյանի քրոջ աղջիկը ամուսնացել է Դավիդով ընկերության տնօրենի որդու հետ, իսկ հարսանիքի քավորը եղել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Նշենք, որ անցած շաբաթ իր հարաբերությունները հարսանիքի միջոցով օրինականացրել է նաև Երևանի փոխվստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով նույն օրը նշել է նաև իր առաջնակի 40-ը։ Շաբաթվա ելույթը Ռուսաստանում կայացել է Մոզայկա Բոլշովայի սկուսթվա երաժշտական նախագծի համերգը։ Համերգի ընթացքում հնչել են եվրոպացի կոմպոզիտորների կողմից ստեղծված ստեղծագործությունները, ինչպես նաև դաշնամուրային ստեղծագործություններ, որոնք կատարել է հայ ազգի Հենրիխ Բաղդասարյանը։ Վերջինս ներկայացրել է սովետական ժամանակաշրջանի երաժշտական հիթերը ջազային մշակմամբ։ Շաբաթվա անոնսը։ Պարիր հանուն զարգացման նորաստեղծ հիմնադրամը հրավիրում է իր անդրանիկ Գիշերվա մարդը խորագրով ժամանակակից պարային ներկայացման առաջին ելույթին։ Պարարվեստում ժամանակակից այս ոճը, որի հիմքում դասականն է, հնարավորություն է տալիս բեմադրությունների մեջ առավելագույնս ու ազատ արտահայտելու ներքին հույսերն ու ապրումները։ Շաբաթվա խոստովանությունը ադրբեջանցի մոդելը Facebook-յան իր էջում սկանդալային գրառում էր կատարել։ Քրիստինա Զամիրը օդանավում հետևյալ գրառումն է կատարել. Մեր երկիրը տարեց տարի եվրոպական է դառնում, բայց մեր ազգը ինչպես ոչխար եղել է, այդպես էլ ոչխար մնում է։ Կարծես ոչ թե դեպի Բաքու թռչող օդանավում են, այլև Բաքվի շուկայում, ուղևորները բղավում են մորթվողի պես, վերադառնալու ցանկությունս անհետացավ։ Շաբաթվա հուզիչ գրառումը դերասանուհի հաղորդավարուհի Նազանի Հովանեսյանը Facebook-յան իր էջում գրառում էր կատարել, նվիրելով այն իր լուսահոգի մորը։ Ճմրթեք, ճզմեք մայրական սերը ձեր մեջ ու պահեք երկար, շատ երկար, որ կաթի պես հետո սնվեք դրանով,
թե չէ մարդն առանց որ մարդ չի մնա։ Երբեմն թվում է, թե աշխարհը մորն է կորցրել, դրանից էլ չարացել է, գրել էր Նազենի Հովանիսյանը։ Լուսագրերով ու առանց մեկնաբանության եւս մի քանի ուշագրավ լուր ու խոսք անցած շաբաթվանից։ Ասում են ենթակապալառում ձեզ եւ պարոն Աբրամյանին պատկանող ընկերություն է։ Այդ ասողին խնդրում եմ ասեք անպայման մի հատ թող հոգեբուժարան գնա, էլի, որովհետեւ այս կարգի հայտարարություններով մի հատ լավ հայտարարություն արեք, էլի։ Ասեք, որ սկիզբը դրվել է, որակով ճանապարհ լինելու, թե չէ այդ հոգեբուժարանների ենթակա մարդկանց հայտարարություններին ես չեմ մեկնաբանում։ Այս խնդիրը վերաբերվում է միայն քվեարկության օրվա կապահությամբ։ Իսկ դրանից առաջ ով ընտրակաշարք է տալի, ով ինչ գործողություն է սպասարկում, դա երևույթին ամբողջ աշխարհում էլ կա։ Այսինքն ես չեմ կարծում, որ ինչ որ մեկը սպասում է, որ իրան ընտրակաշարք տաս գնա ընտրության։ Այս անգամ էլ եք տալու ընտրակաշարք, ինչպես նախորդ անգամները եւ դարձյալ ընտրական օրենսգիրքը։ Ես կարծում եմ մենք որևէ անգամ ընտրակաշարք չենք տվել, բայց մեկ առ մեկ գիտեմ, ով ինչ ընտրակաշարքներ է բաժանում։ Ամբողջ մամուլը այդ մասին ագրի։ Չեմ էլ կարծում։ Քանով է ճիշտ պատգամավորին դեպի ենթակել այն էլ Արցախի նման ժողովրդավարական։ Եթե աշտես չի տեսել ոչի բան, ես բան չունեմ ձեզ ասել։ Չեք տեսել կադրերի ենթակի։ Չեմ նայում, չեմ կարծում։ Չի հետաքրքրում Արցախի հետ կապված ոչ մի թեմա։ Համակարգում կուտակված խնդիրները բազմաթիվ են եւ մենք շատ հետեւողական գնալու ենք այդ խնդիրների լուծմանը, նաեւ ֆինանսական մենեջմենտի, այսինքն ֆինանսավորման հետ կապված մենք որևիցե միջնորդություն դեռ չունենք, որ նրանք աշխատանքից ուրեմն ազատվեն կամ դադարեցվեն նրանց հետազոտությունը, եթե կունենանք նման միջնորդություն կամ իրենց կողմից ցանկություն կլինի ազատվելու, իհարկե մենք կարձագանքենք։ Մեր ժողովուրդը մեղք է, սոված ենք, անհետ սոված եմ, լույս բանքս եմ ես։ Ցախ կյանքից քարտաշ մարդ եմ աշխատում։ Չէ, ես լույս բանքս եմ։ Մտածեք, Եթե իրանք տարիներ շարունակ հենց սկզբից ասում են, որ իմ տղան մահացել է, գլխի ուռուցքի պատճառով, չէ։ Ես բոլորին հիմա ուզում եմ ապացուցեմ, որ իմ տղան ուռուցքով չի մահացել, իմ տղուն սպանել է հիմա բոլոր փաստեր ունեմ, Ջանգիրյան Մարտինը։ Այսինքն ինչքան խուժան սպաներ են լինում, հրամանատարներ են լինում, իրանց այսօրվա օրը բան են, պարգևատրում են։ Իրան Հովանովը, Հակոբյան, Մովսեսը։ Շաբաթվա համացանցային լուրը Հայաստանի պաշտոնյաներից քչերն են, որ իրենց անունով են հանդես գալիս սոցիալական ցանցերում եւ նրանցից շատերը ֆեյքերի տակ են գործում։ Նման լուրեր գրել հրապարակորաթերթն ու ավելացրել, որ օրինակ երկրի առաջին դեմքը Սերժ Սարգսյանը բավականին ակտիվ, սակայն անտեսանելի օգտատեր է, ասում են iPad-ը ձեռքից ցած չի դնում։ Շաբաթվա նախաձեռնությունը մեկնարկել է Armenian Brands աննախադեպ նախագիծը։ Նախագծի շրջանակներում Տաշիր առևտրի կենտրոնում կձևավորվի առանձնացված հարթակ, ուր կտեղակայվի հայկական թեթև արդյունաբերության արտադրանք, հագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ։ Նախագիծը հնարավորություն կստեղծի պոտենցիալ գնորդներին մեկ վայրում ծանոթանալ հայրենական մոդելավորողների եւ արտադրողների ներկայացրած նմուշներին։ Շաբաթվա պարապմունքը։ Orange Fitness-ի համար ավանդույթ է ամեն տարի ակումբ հրավիրել ֆիթնես ասպարեզում նշանավոր դեմքերի։ Այս կերպ Orange Fitness-ը հնարավորություն է տալիս իր մարզիչներին շփվել նրանց հետ, վերապատրաստվել եւ հետագայում այդ փորձի փոխանակումն օգտագործել ակումբի անդամներին ավելի գրագետ եւ թրենդային մարզումներ ապահովելու համար։ Անցած շաբաթ ակումբը Երևան էր հրավիրել Օլիմպ սպորտային հավելումների պաշտոնական դեմք եւ համաշխարհային ֆիթնեսի մեգա աստղ Դենիս Կուսևին, ով հայաստանցիներին օգտակար խորհուրդներ տվեց մարզումների եւ սննդակարգի վերաբերյալ։ Շաբաթվա կադրը Երևանում բնակիչներին սպասարկող թիվ 1 տրոլեյբուսը խափանվել էր։ Տրոլեյբուսավարին օգնության էին հասել Երևանի ճանապարհային ոստիկանները, ովքեր հրելով տրոլեյբուսը հասցրել են կանգառ։ Շաբաթվա լուսանկարը Գարիկ Մարտիրոսյանի կինն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Նյու Յորքից։ Համացանցային օգտատերերի աչքից չի վրիպել սեղանին դրված հեռախոսը, որը Հայաստանի դրոշի եւ զինանշանի տեսք ունեցող պատյանով էր։ Հայ օգտատերերը գոհունակություն էին հայտնել Ժաննա Լևինայի այդ քայլից։ Սա թոփտեսն էր, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ, իսկ ինչ դուրս մնաց մեր դիտակետից կներկայացնենք հաջորդ հաղորդման ընթացքում։ Ձեզ հետ Անի Հարությունյանն էր, կհանդիպենք։
Հաղորդման գործընկեր, նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր, Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։